Պարոն Հարությունյան, ակցիայի մասին նամակ եք հանձնելու, դա այն նույն նամակն է, որը փոխանցվել է արդեն Պաշտպանության նախարարին, թե ոչ, եւ տեսանք, որ հերքում եղավ, դուք նորից հերքում եք փաստորեն։ Այո, եւ հայտնի է թե ինչի համար ենք այսօր այստեղ հավաքվել եւ բնականաբար չեն կարող նման զգայուն թեմայի հանդեպ չցուցաբերել հետևողականություն։ Սա վերաբերվում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ մենք բոլորով այստեղ քաղաքական պատկանելիության խնդիրը պետք է դնենք մի կողմ, կուսակցություններ, քաղաքական միավորումներ, սա մեր նորից եմ նշում տարածքային ամբողջականության եւ անվտանգությանն է վերաբերվում եւ բոլորս միամուռ կերպով պետք է այս հարցին հետամուտ լինել եւ պետք է հարցը միշտ բարձրաձայն պահել, որպեսզի մենք պատասխաններ ստանանք, թե ինչու է այս ամենը տեղի ունենում։ Ես կուզենամ արդից օգտվելով դիմեմ կառավարությունում եղած մարդկանց, որոնցից շատերին ճանաչում եմ ինքս, եւ իշխանության տարբեր հատվածներում աշխատող մարդկանց եւ նշել, որ դուք գտնվում եք մի իշխանության, քաղաքականության ներքո կամ վարում եք մի քաղաքականություն, որի արդյունքում դուք բոլորը դառնալու եք մեր նորօրյա Պետրոս Գետադարցներն ու Հովհաննես Սմբատները, որոնք հանուն իշխանության պահպանության վաճառեցին մեր թագավորությունը, խոսքը Բագրատունյանի թագավորության մասին է, եւ ամբողջ եւ կործանեցին մեր անկախ պետականությունը եւ մեր ժողովրդին դատապարտեցին շուրջ 1000-ամյա ծանր գերության եւ փորձությունների։ Եվ ներողություն եւ մյուս կողմից դիմելով այդ մարդկանց ասում են, որ մի դարձեք մեր նոր օրերի բոլշևիկները, որոնք տուր տվեցին բոլշևիկյան կայսրության շահերին եւ կործանեցին մեր անկախ պետականությունը, որը մենք ձեռք ենք բերել 1000-ամյա գերությունից հետո։ Եվ դիմում եմ նաեւ հասարակությանը բոլոր շերտերին, բոլոր մարդկանց, այդ թվում մարդկանց, որոնք պատրաստվում են ձայն տալ քաղաքացիական պայմանագրին, նորից եմ կրկնում, սա կուսակցական խնդիր չէ, սա քաղաքական խնդիր չէ, սա մեր անկախության հարցն է եւ մենք չպետք է լինենք անտարբեր այս հարցի վերաբերյալ, պատկերացրեք 1000-ամյա գերության եւ ծանր փորձությունների ժամանակ մեր ժողովուրդը, որոնք անցել են տարիներով, անիծել են այն մարդկանց, ովքեր կործանել են թագավորությունը, մեր պետությունը եւ այն մարդկանց, ովքեր անտարբեր են եղել եւ լուր կերպով ընդունել են այդ իրողությունները։ Դիմում եմ մարդկանց, որպեսզի տեսեք, մենք համատեղ թիմ ենք արդեն դարձած Միացության թևերի քաղաքական այս նախաձեռնության շրջանակներում եւ մենք մեր թիմով տարբեր այսպես ճյուղավորմամբ գնում ենք եւ մեր ձայնը բարձրաձայնում ենք։ Այսինքն անձերի հետ կապված խնդիր չկա, նորից եմ նշում, սա տեսեք դուք նշում եք պարոն Թաթուանի մասին, բայց մյուս կողմից քաղաքական ընդհանրապես դաշտում եղած շատ լրատվամիջոցներ, այդ թվում Factor TV-ին, Civilnet-ը, հետքը եւ շատ այլ լրատվամիջոցներ, Ազատությունը եւ Ներողությունը, եթե բոլորին չեմ նշում, հատուկ անդրադարձեր են կատարել եւ ստուգել են իրողությունների մասին։ Սա նորից եմ կրկնում անձերի եւ կամ քաղաքական գործիչների խնդիր չէ միայն։ Դուք նամակ եք այսօր հանձնելու, չէ՞, կառավարություն, նաեւ դատախազություն ես լսեցի, իշխանությունը հերքում այն ինչի մասին դուք խոսում եք, ինչ ակնկալիք ունեք այդ նամակները հանձնելու, ում է ուղղված վարչապետին անձամբ։ Մենք հետեւողական ենք մեր պայքարում եւ մեր բարձրացած խնդիրների շուրջ։ Մենք հասկանում ենք, որ արդեն տևական ժամանակ է այս իշխանությունները խաղաղության անվան ներքո զիջում են թե մեր պետական սահմաններից, թե մեր սուվերենությունը, ամեն ինչ զիջում են նշելով, թե խաղաղություն են բերում։ Ես ուզում եմ հերթական անգամ ուշադրություն սևեռել մի պատմական իրողության վրա։ Պատկերացրեք 1915 թվականին այդ աղետալի ցեղասպանությունից առաջ ինչ էր կատարվում հայկական միջավայրում։ Հայերը համագործակցում էին երիտուրքական կուսակցության եւ իշխանությունների հետ, մաս էին կազմում երիտուրքական հեղաշրջմանը եւ համարում էին, որ կա նպաստավոր պայմաններ խաղաղության հասնելու եւ խնդիրները լուծելու համար։ Երիտուրքական հեղաշրջումից հետո ընդհանուր միջև հայ քաղաքական առաջատար կուսակցությունները իրենց ծրագրերից նախ ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը եւ կատարեցին համապատասխան փոփոխությունները իրենց իսկ ծրագրերում եւ ընդհանրապես փոխեցին պայքարի մարտավարությունը ձեռք քաշելով ապստամբության գաղափարից։ Եվ բնականաբար դրա համար նախադրյալներ կար Թուրքիայի կողմից։ Սա մեր օրերի վերաբերյալ է։ Թուրքերը ազատ էին արձակում քաղբանտարկյալներին, 230 պատգամավորական տեղերից 10-ը հատկացնում էին հայերին, այսինքն քայլեր էին կատարում եւ ինչ եղավ հետո։ Այո, հայերը միամտորեն կամ շահադիտական նպատակներով հավատում էին իրողությանը։ Ընդամենը 1 տարի հետո մենք ստացանք Կիլիկիա հայության ջարդերը
եւ արդեն 1915 թվականին զար տվեց հայոց ցեղասպանությանը։ Սա ուղիղ առնչվում է մեր իրականության հետ, ընդամենը 100 տարվա իրականությունն եւ իրողությունն է, պետք է ուղղակի մեր պատմությանից դասեր քաղենք եւ ճիշտ քաղաքականություն ընտրենք այսօր։ Այսօր կառավարության նիստն է ընթանում զուգահեռաբար, ինչ որ մեկին հանդիպելու պահանջում եք այսօր։ Ոչ։ Մենք կհանձնենք նամակը, որտեղ նախ թիմակիցները արդեն պաշտպանության նախարարության մոտ մի քանի օր առաջ հանձնել են այդ նամակը, նման բովանդակ նամակ կհանձնենք այստեղ, նորից եմ նշում, սա պայքարի հետևողականության մասին է, որ մենք մեր բարձրաձայնած խնդիրների մասին խոսում ենք, հետևողական ներկայացնում ենք եւ ներկայացնում ենք նաեւ փաստեր եւ չենք խուսափում փաստերի հետ կապված այս բանավեճից եւ պահանջում ենք պատասխաններ։ Իսկ պաշտպանության նախարարությունից արձագանք եղավ, թե միայն այն հոլովակներ, որտեղ ներկայացնում էին, նաեւ նշել էին, որ ոչ մասնագիտական կարծիք եւ գնահատականներ են հնչում ձեր կողմից եւ լրատվամիջոցներից։ Գիտեք, դա մնացել է իշխանությունների կողմից այդ միակ բանը, որ եթե չեն կարողանում ինչ-որ հերքել, արդեն այսպես ուղղակի խոսքեր են հնչեցնում մարդկանց, լրատվամիջոցների, քաղաքական ուժերի նկատմամբ, վերջում էլ ասում են դուք բոլորդ անկախության դեմ եք, չգիտեմ ինչ եք, ես չգիտեմ ինչ։ Սա այս իշխանությունների դիմագիծն է։ Ովքեր են իրականացրել այդ ուսումնասիրությունները, որ պաշտպանության նախարարությունը նշում է, որ ոչ մասնագետներ են եղել, ոչ պրոֆեսիոնալ են եղել։ Տեսեք, մենք հանրային դաշտում ականատես եղանք բազմապիսի վերլուծությունների եւ ուսումնասիրությունների, այդ թվում քաղաքական ուժերի, վերլուծաբանների եւ լրատվամիջոցների կողմից։ Եվ դրանք ունեն բաց հասանելիություն, բոլորը կարող են մտնել եւ ստուգել այդ ամեն ինչի իսկությունը։ Ավելի բան։ Իհարկե։ Հարգելի հետևողներ, կզրուցենք